Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովին 545 միլիոն դրամ կհատկացվի տեղամասերի համար տեսախցիկներ գնելու նպատակով։ Գործադիրը հավանություն տվեց նաև նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված մեկ այլ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև բազմավորորդ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկին, վարչատարածքային բաժանման և տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխությունների նախագծերին, իսկ զեկուցվող հարցերից էր ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման գործընթացը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է պայմանագրեր կնքել ոլորտի երկու հեղինակավոր կրթական հաստատությունների՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ։ Համագործակցությունը նախատեսված է 3 փուլերով, շուրջ 24 ամսվա շրջանակներում, եւ սա նախատեսում է, ինչպես նշեցի, հայեցակարգի մշակումը, նաև աշխատանքներ կարողությունների զարգացման ուղղությամբ, որտեղ շատ կարևոր է, որ նաև միջազգային գործընկերների ներգրավվածությամբ մենք զարգացնենք տեղի կարողությունները։ Քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ խոսքը միայն կառավարություն գործընկեր ձևաչափի մասին չէ, այլ այնպիսի գործակցության, որը պետք է հասանելի դարձնի միջազգային փորձը նաև բուհերին և ուսանողներին։ Շատ կարևոր է աշխարհի առաջատար փորձի հետ հաղորդակցություն ունենալը, այսինքն ինֆորմացիան եւ փորձին հասանելիություն ունենալը, բայց կարևոր է ընդգծել, որ մեր գործընկերները այս պայմանագրերի շրջանակներում այցելում են պարբերաբար Հայաստան, մեր ուսանողների խմբերին են նաև մեր ներկայացուցիչներին հրավիրում իրենց մոտ եւ շատ հետաքրքիր աշխատավոճ է որդեգրված եւ ուղղակի քննարկումներ, տարբեր մտքերի փոխանակություն, նաև մեր ուսանողների եւ դասախոսների եւ բուհերի կարիքները հասկանալու, նրանց դիտանկյունը հասկանալու, նրանց ընկալումները ըմբռնելու, որպեսզի մենք կարողանանք տեղի առանձնահատկությունները հաշվի առնելով կարողանանք ստանալ իսկապես կրթական շատ կարող եւ գործունակ պլատֆորմ։ Վարչապետը հետաքրքրվեց նաև ակադեմիական քաղաք ծրագրի ընթացքով։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ արդեն հաստատվել է զարգացման լրացված հայեցակարգը եւ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Առաջին կառուցման փուլում ներառում են ուսանողական կացարաններ, առնվազն 3600 ուսանողների համար, ներառում են բազմաֆունկցիոնալ մշակութային սրահի կառուցումը, որը նաև կօգնի, որպեսզի տարածքը դառնա շատ հետաքրքիր եւ գրավիչ նաև մեր քաղաքացիների համար եւ բազմազան միջոցառումների անցկացման վայր դառնա, եւ տեխնոլոգիական կլաստերի կառուցումը։ Մենք նախատեսում ենք, որ առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2030-ը մեր գործընկերների հետ քննարկման տրամաբանությամբ։ Բացի դրանից այս փուլի ընթացքում մենք իրականացնելու ենք նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները։ Նիստում քննարկվեց նաև կառավարության առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման եւ դրա արդյունքներով պետական մարմիններին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ նախագիծը, որը գործադիրին ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նրա, պիլոտային ծրագիրը նպատակ ունի պետական համակարգում բարձր արդյունք ցույց տվող աշխատակիցներին նյութապես խրախուսելու եւ այս կերպ բարձրացնելու հանրային ծառայության որակը։ Ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը եւ այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումը։ Այս ուղղությամբ հետևողական աշխատանքային հիմքն է, որը պետք է ապահովի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը եւ նորերի ներգրավումը, ինչպես նաեւ երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվում են ամենաարդյունավետ ձևով եւ ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը։ Խաչատրյանի խոսքով, եթե 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 15 կառավարման մարմինների համար հատկացվել էր 3.6 միլիարդ դրամ լրացուցիչ վարձատրության ֆոնդ, ապա երկրորդ կիսամյակի արդյունքներով այդ գումարը կկազմի արդեն մոտ 4.6 միլիարդ դրամ։ Այս փուլում հաշվի է առնվելու նաև այն, թե նախորդ խրախուսումների շահառուներն ինչպես են իրագործել կրթական ներդրումների պահանջը։ Վարչապետի խոսքով պետությանը պետք է ոչ թե պարզապես աշխատավարձ ստացող, այլ իր աշխատանքի արդյունքի վրա կենտրոնացած պաշտոնյա։ Նա ընդգծեց նաև, որ խրախուսման համակարգը խթանում է պետական ծառայողների կրթական մակարդակի շարունակական բարձրացումը եւ դրանով նաև նոր պահանջարկ է ձևավորում կրթական շուկայում։ Կարևոր հանգամանք է նաև, որ մենք խթանում ենք պետական պաշտոնյաների
կրթական մակարդակի շարունակական բարձրացումը, բայց ես ուզում եմ սրա մյուս կողմն էլ նայենք։ Սա ըստ էության նաև ներդրում է շատ կարևոր մեր կրթական համակարգի հետագա զարգացմանը, որովհետև ես այսօր արդեն տեսնում եմ եւ զգում եմ, որ մեր շուկայում, կրթական շուկայում արդեն նոր ծառայություններ են ձևավորվում, նոր առաջարկներ են անում, ինչը իր հերթին բերելու է տնտեսական լրացուցիչ էֆեկտի, որովհետև այդ ծառայությունները, որ ձևավորվում են, բնականաբար իրենք միայն պետական պաշտոնյաների համար չեն գործելու, այլ ընդհանրապես շուկայում սկսելու են գործել եւ փորձել հնարավորինս լավ ծառայություններ ձևավորել, ձևակերպել եւ այդպիսով մատուցել հանրությանը, ինչը ընդհանուր առմամբ մեր ռազմավարական ծրագրերի հետ համահունչ է, մենք աշխատանքի արդյունավետության եւ արտադրողականության հետ կապված ծրագրեր ունենք եւ այդ ծրագրերը նույնպես էականորեն շահելու են այս ամենից։ Այնուհետև կառավարությունը քննարկեց համայնքների խոշորացման հերթական փուլում նախատեսվող փոփոխությունները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է միավորել 9 համայնք 80 բնակավայրով եւ ձևավորել 3 նոր խոշորացված համայնք՝ Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում։ Խոսքը Ստեփանավան, Գորիս եւ Եղեգնաձոր խոշորացված համայնքների ձևավորման մասին է։ Առաջարկում ենք միավորել 9 համայնք, գոյություն ունեցող 9 համայնք 80 բնակավայրով եւ ձևավորել 3 խոշորացված համայնքներ 3 մարզերում, Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռիբերդ համայնքները, ընդհանուր 20 բնակավայր, Գորիս համայնքը Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև եւ Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ 28 բնակավայր եւ Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում, ներառնելով Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները, ընդհանուր 32 բնակավայր։ Նախարարի խոսքով փոփոխության արդյունքում Հայաստանի համայնքների ընդհանուր թիվը 70-ից կնվազի եւ կդառնա 64։ Գործադիրում համոզված են, որ նախորդ փուլերում խոշորացման մոդելն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, հատկապես ֆինանսական եւ կառավարման հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Մենք չունենք գետ մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, այս ինչի սենց արեցինք։ Պետք է չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Վարչապետի խոսքով խոշորացման արդյունքում մեծանում է ոչ միայն համայնքի կարիքների շրջանակը, այլև դրա տնտեսական հենարանը, աշխատող ձեռներեցից մինչև գույքահարկի վճարման ներուժ եւ ֆինանսական բաշխումների հնարավորություն։ Փաշինյանը նաեւ շեշտեց, որ նախկին մտավախությունները գյուղերի ինքնության կորստի վերաբերյալ գործնականում չեն հաստատվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։